Սիրելիներս ողջույն, ինչպես եք իմ շատ սիրելի հետևորդներ, բարեկամներ։ Գարնանային գեղեցիկ երեկո է մեզ մոտ, արդեն օրերը երկարել են, ուշ են մտնում։ Աշխատանքից եկել եմ ու որոշել եմ տեսանյութս վերջացնել, այսինքն արդեն նկարել էի, այսօր ձեզ եմ ցուցադրում այս հրաշք տորթի բաղադրատոմսը։ Սիրելիներս, տորտ սնիկերս ենք պատրաստում, ամենահամեղ, ամենա Ոսից տեսնում ես, ուզում ես ուտես, այդ տորթերից մեկն է, ուրեմն մնացեք իմ հետ, սկսում ենք պատրաստել։ Ուրեմն այսպես, սիրելիներս, այս համեղ տորթի համար, սնիկերսի համար անհրաժեշտ է լինելու 7 ձու, անհրաժեշտ է լինելու 200 գրամ շաքարավազ, 100 մլ ձեթ, օգտագործելու ենք 1 թեյի գթալ սոդա, օգտագործելու ենք 250 գրամ թթվասեր կամ մածուն, իմ մոտ թթվասեր է, օգտագործելու ենք 300 գրամ ալյուր և 3 ճաշի գթալ կակաո։ Սկսում ենք հարել ձուն շաքարավազի հետ։ Ձուն հարում ենք, չենք սարքում դասական բիսկվիտի նման պինդ զանգված, կարևորը որ լավ հարված վիճակում լինի և ավելացնում ենք ձեթն ու թթվասերը։ Դուք մի քիչ ավելի մեծ աման կվերցնեք, որ իմ նման չլինի արդեն տեղ չկա։ Ու նորից հարում ենք։ Քանի որ այսպես պատրաստել եմ, բայց հարմար չէր խառնելու համար, տեղափոխում եմ ամանը, ավելացնում եմ նաև սոդան, 1,5 թեյի գթալ սոդա ենք ավելացնելու։ Էլի մի լավ կխառնեմ ու կավելացնեմ հեղուկ զանգվածին։ Ես հարիչով եմ խառնելու, սիրելիներս, դուք կարող եք գթալով քիչ-քիչ մաղով անցկացնել և խառնել։ Այ տեսեք ինչպիսի թանձրություն ունի, բաժանում ենք 2 մասի, եթե հավասարել չլինի չմտածեք, սիրելիներս, 2 հատ թավաներն էլ պատրաստել եմ, ջեռոցն էլ միացնում ենք, պետք է թխենք 180 աստիճանում, թավայի չափը 180, կներեք, 30-40 է, ջերմաստիճաններ 180, ու մոտավորապես 20-25 րոպեում թխվելու է, վերև ներքևը միացված, առանց օդափոխիչի, կամ օդափոխիչով, ինչպես ուզում եք։ Ես միշտ ասել եմ, եթե լավ ջերմաստիճանը դուք ճիշտ կարգավորեք, ուզում է օդափոխիչ լինի, ուզում է չլինի, լավ թխողը միշտ է լավ է թխելու։ Այստեղ մի քիչ ալյուր էր մնացել եզրերից։ Իդեպ, եթե դուք զգաք, որ ձեր խմորը թանձրանում է, ալյուրի որակից որակ, ես միշտ ասել եմ, մեկի մոտ կարող է մի քիչ շատ պահանջվել, մեկի մոտ կարող է մի քիչ պահանջվել։ Դուք պետք է կողնորոշվեք, սիրելի կանայք, այնպես որ ուշադիր կլինեք, երկրից երկիր, ալյուրի որակից որակ տարբերություններ լինում են, այնպես որ զգույշ կլինենք։ Հիմա կթխենք շերտերը և կհանդիպենք։ Տեսեք, սիրելիներս, բիսկվիտներից մեկը արդեն դարել է նուրբ, փոքրիկ, գեղեցիկ, հաջորդն էլ կթխենք ու կանցնենք կրեմին։ Պատրաստում ենք կրեմը, սնիկերս տորթի կրեմն ենք պատրաստում, սիրելիներս, օգտագործելու ենք 300 մլ սերուցք, լավ որակի սերուցք վերցրեք, 1 տուփ խտացրած կաթ, եփած խտացրած կաթ եմ օգտագործելու և օգտագործելու եմ 2 հատ մասկարպոնե պանիր, որը ունի 250 գրամ, այսինքն իրար հետ կես կիլոգրամ սերուցքային պանիր է։ Սկսում ենք սկզբից հարել սերուցքը ու աստիճանաբար ավելացնելու եմ, հերթով արդեն դուք կտեսնեք մնացած բաղադրիչները։
Ուրեմն սերուցքից հետո էփած խտացած կաթն ենք ավելացրել, հիմա կավելացնենք մասկարպոնե պանիրը։ Հենց նույն գթալով էլ կավելացնեմ։ Միանգամից ավելացնելու եմ հենց 500 գրամը ու հարեմ։ Եթե դուք կասկածներ ունեք, որ կարող է կտրվի կրեմը, լավ չստացվի, քիչ-քիչ ավելացրեք։ Իդեպ իմ մոտ եփած խտացած կաթը ուրիշ տեսակի էր, ամեն անգամ չի, որ կարողանում եմ ձեռք բերել, բայց հույս ունեմ, որ համեղ կստացվի։ Տեսեք ինչ ձիգ լավ կրեմ է ստացվում իմիջայլոց, մասկարպոնեով կրեմները շատ եմ սիրում։ Կրեմը պատրաստ է, սիրելիներս, հիմա զբաղվում ենք գետնանուշով։ 150 գրամ բոված գետնանուշը մանրացնում ենք, որպեսզի ավելացնենք կրեմի մեջ, իսկ 100 գրամ էլ կպահենք առանց ջարդելու, որպեսզի երեսը զարդարենք։ Որքան կարողացա մանրացրեցի, ես այն աշխատանքները, որ համբերություն պետք է ունենաք, չունեմ, մի քիչ մանրացրեցի կարևոր է։ Դե հետո սնիգերսի մեջ պետք է հատիկ-հատիկ գիտեք, ուտելուց զգացվի, չէ, գետնանուշը։ Տեսեք, որքան շատ ստացվեց, դուք էլ այդպես կանեք, որովհետև կրեմը առատ է պետք, չխնայեք, եթե ուզում եք համեղ տորտ ստացվի, այ հենց այսպես էլ պետք է պատրաստեք։ Հիմա մի լավ կխառնեմ, շերտերը պատրաստ են, ընտիր, սիրուն, տորտ ենք հիմա պատրաստելու։ Վերջ, կրեմը պատրաստ է։ Ուրեմն, 2 հատ բիսկվիտները իրար վրա ենք դնում ու իմ մեթոդով բաժանում ենք 3 մասի, այսինքն բաժանելու ենք այսպես, 1/3 մասը վերցնելու ենք ու ստանալու ենք 3 շերտ։ Ինքան փափուկ է, տեսեք որքան նուրբ է, այսպես դնելու ենք ու կստացվի 3 շերտ։ Հավաքում ենք տորթը, առատ կրեմով, այսպես սիրուն լցնում ենք։ Քանի որ այնպիսի կրեմ է, որ ուտելուց պաղպաղակի նման թեթև համեղ է լինում, պետք է առատ լցնենք, որպեսզի համեղ ստացվի։ Կարող եք կարամել էլ ավելացնել, բայց այս բաղադրատոմսը առանց կարամելի է։ Հեշտ տարբերակն եմ ընտրել։ Եվ վերջին շերտը, ամբողջ կրեմը ավելացնում ենք վերջին շերտի։ Իսկ երեսի շերտին առատ գետնանուշ եմ ցանում։ Իհարկե ըստ ճաշակի է, ես մոտավորապես կասեմ 100-150 գրամ, որովհետև չեմ կշռել ճիշտը որ ասեմ, բայց այսպես, լցրեք ուղղակի։ Սիրելիներս, մի փոքրիկ շոկոլադ եմ հալեցրել զարդարելու համար, որպեսզի տեսքը ավելի գեղեցիկ լինի։ Եվ հետո սնիգերսը ամեն դեպքում, տեսնեք, լավ էլ չեմ հալեցրել, հատիկներ է մնացել, գիտեք, սնիգերսը ամեն դեպքում շոկոլադապատ պետք է լինի։ Վերջ սիրելիներս, ուղարկում ենք սառնարան, կամ էլ ամբողջ գիշեր կպահենք ու հետո Սիրելիներս, տեսակ ինչ գեղեցիկ տեսք ունի, ինչպիսի տորտ պատրաստեցինք, տորտ սնիգերսը երևի ամենահամեղ տորթերից մեկն է, օրինակ իմ ընտանիքում շատ են սիրում, գիտեմ, որ շատերն են սիրում այս տորթը, այնպես որ պատրաստեք, անուշարեք, վայելեք, սուրճ խմեք, թեյ խմեք, իրայինեք, դե հիշեք, չմոռանաք։ Սիրելիներս, դե ինչ, ես հաջողություն եմ ասում բոլորին,
Շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ իմ հետ եք, իմ ալիքում եք, շնորհակալ եմ, որ կիսվում եք ձեր բաղադրատոմսերով, իմ բաղադրատոմսերով ձեր ընկերների հետ ու պատրաստում եք ու իմ ալիքում եք։ Դե ինչ, կհամտեսեմ, ձեզ կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ համեղ տեսանյութում։ Գետնանուշի համար, օրինակ, ես կընտրեի ավելի աղի տեսակը, ձեզ եմ խորհուրդ տալիս, ընտիրը։